Բարևձեզ հարգելի ագնթիրներ, դարին գկփագենք հուսադու պայմաններու մեջ։ Լիբանանյան, հայաստանյան թե համահայկական նշանակություն ունեցող խնդիրներու եւ հարցերու գաբակցաբար ամբողջ դարվան ընթացքին ագանադես եղանք զարգացումներու եւ իրադարձություններու, որոնք նոր ուղղություն տվին դեպքերու հոլովույթին։ Անշուշտ մեր լրատվության դարիներու ավանդությունն է նոր դարին սկսիլ, մեծիդան գիլիգիո նորին սուրբոզություն, դեր արամ առաջին վեապար հայրաբեդին հետ հարցազրույցով մը, որբեսի լսենք նորին սրբության դեսագետները այն փոլոր հարցերուն շուրջ, որոնք մեզ ասկովին գեհդակրկրեն։ Աստվածօգնական վեապար դեր։ Աստված բաբան։ Վեապար դեր նախսկսինք Սուրյո դակնաբով եւ գետրոնանանք Հալեբի գացության վրա, որ վերջին օրերուն մեծ փոփոխություններու ենթագա եղավ եւ բարենպաստ պայմաններ ստեղծվեցան։ Ինչ ունի կսերիք այս մասին։ Նախ ուզեմ ուրախությամբ հաստատել, որ ընդհանրապես Սուրյո դակնաբը ու հատկապես Հալեբի գացությունը բարելավման ընթացքի մեջ է։ Գաղութենք ու գմախտենք, որ այս ընթացքը Սուրիայի ներս ամբողջական խաղաղության վերահաստատման ընթացքը շարունակվի եւ արականա։ Սուրիահայ քաղուտը մեզի համար կարևոր քաղուտ է, պատմական քաղուտ է եւ սփյուռքի մեջ միշտալ ունեցած է իր կարևոր թերը։ Հետևաբար Սուրյո հայության վերականգնումը մենք կնկատենք հրամայական անհրաժեշտություն։ Անցնող տարիներու ընթացքին, երբ Սուրյո հայությունը դակնաբալից կացության մատնված էր, մեր ժողովրդի բոլոր զավակները Հայաստանեն սկսյալ իրենց զորակցությունը, աջակցությունը ցույց տվին կորցնաբես։ Գխորիմ, թե հիմա ժամանակն է, որ մենք դարձյալ շարունակենք մեր զորակցությունը Սուրյո հայկաղութի նկատմամբ, այս անգամ շեշտը տնելով Սուրյո քաղուտի վերականգնումի նպաստող ծրագիրներուն ու աշխատանքներուն։ Հետևաբար, սա կարևոր հանգրվանն է ես կխորիմ Սուրիական դակնաբի վերջին տարիներու եւ այդ տարիներու ընթացքին մեր ժողովրդի թիմակրաված ահավոր դժվարություններուն ու մարտահրավերներուն։ Միշտալ Սուրյո հայությունը մեզի համար եղած է ու պետք է մնա համազգային առաջնահերթություն ունեցող հարց։ Այս գիտակցությամբ եւ այս նախանցախնդրությամբ ես կսպասեմ, որ մեր ժողովրդի բոլոր զավակները մասնագիտ դառնան, ինչպես շեշտեցի, այս անգամ Սուրյո հայության վերականգնումի համազգային ու առաջնահերթ առաքելության։ Վեապար դեր, ապրիլին ամբողջ հայությունը ապրեցավ խոր մտահոգություն, պատժարող փորձառություն, քարորիա բادرազմին պատժարով զոր Ադրբեջան մղեց Լեռնային Ղարաբաղի թեմ։ Նման դակնաբի թիմած ինչ պատկամ ունի փոխանցելիք ամբողջ հայության։ Ղարաբաղի հարցը եւս համասկային հարց է։ Եվ հետևաբար մեր ժողովրդի կյանքի օրագարկին վրա պետք է մնա առաջնահերթ կարևորություն ունեցող հարց։ Այնքան ադեն, որ Ղարաբաղի հարցը լուծում չէ ստացած, Հայաստանի հզորացման, զարգացման ու հարաշտիմության ընթացքը պիտի ըլլա ու պիտի մնա միշտ թանթախ։ Հետևաբար զանազան դեսանգուններեն դիտված Ղարաբաղի հարցին լուծումը, ամբողջական ու մնայուն լուծումը ես կնկատեմ կարևոր։ Ղարաբաղի հարցը միայն հայկական հարց չէ։ Ղարաբաղի հարցը սերտորեն առնչված է շրջանային հարցերուն, միջազգային հարցերուն եւ ընդհանրապես ներկա աշխարհի
աշխարհաքաղաքական դվյաններուն ու շահերուն։ Ղարաբաղի հարցի կտով մեր սկզբունքային մեկնագետը պետք է ըլլա ոչ մեկ զիջում Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման, Ղարաբաղի անկախության սկզբունքներն։ Հետևաբար բանակցային գործընթացի ժամանակ մենք գխորիմ, թե գարչած պետք է մնանք այս հիմնական սկզբունքներում։ Սակայն նաև կգարցեմ, որ այս հարցերու մասին մենք պետք է խուսափենք հրաբարակային քննարկումներ, վերլուծումներ կատարել է, որովհետև այդ մոդեցումները կամ մեկնաբանությունները կգնան այլապես մեկնաբանվել։ Հետևաբար մեր ժողովրդի սկզբունքային մոդեցումը պետք է մնա նույնը։ Ղարաբաղը պատմականորեն Հայաստանին պատկանած է, Ղարաբաղի մեջ մենք հայություն ունենք, Ղարաբաղի հողը կպատկանի մեր ժողովրդին եւ Ղարաբաղի հողին վրա գտնվող ժողովուրդը միջազգային օրենքին համաձայն ինքնորոշման ու անկախության իրավունքը ունի։ Վեհապարդեր Լիբանանյան մագարտակի վրա ստեղծվեցան բարենպաստ պայմաններ նախագահի հանրապետության նախագահի ընտրությամբ եւ նոր կառավարության գազմությամբ։ Ինչ է ձեր պատկամը այս գծով։ Բնականաբար Լիբանանյան մեր կյանքեն ներս հուսադու ու փայլուն նոր էջը բացվեցավ նախագահի ընտրությամբ ու նոր կառավարության գազմությամբ։ Սա առաջին քայլն է։ Այս հուսադու քայլը պետք է կորձնաբես թարգմանվի այս անգամ դեպի ժողովուրդ ուղված, այնպիսի ծրագրերու մշակումով, այնպիսի ծառայություններով, որոնք ժողովրդի կյանքեն ներս բարեփոխումներ կհառաջացնեն։ Պետությունը, կառավարությունը ժողովուրդն է, ժողովրդին համարադու պետք է ըլլա։ Ժողովուրդեն կընտրվի եւ իր աշխատանքի ուղղվածությունը պետք է ժողովուրդը ըլլա։ Եվ ես ուրախ եմ, որ ներկա կառավարության մեջ մենք ունենք երկու նախարարներ, կարևոր պաշտոններով, եւ կսպասեմ, որ մեր նախարարները, ինչպես անցյալին, իրենց կորձոն մասնակցությունը բերեն կառավարության աշխատանքներում։ Այս երկրի մեջ մենք 7 գլխավոր համայնքներեն մեկն ենք։ Լիբանանյան կյանքի մայր էջին վրա գտնվենք։ Եվ այս գիտակցությամբ եւ հանցնառությամբ մենք պետք է կորձնաբես մասնագից դառնանք Լիբանանի ծաղկման, հզորացման բոլոր աշխատանքներում, բոլոր մակարդակներում վրա։ Հետևաբար ես հաջողություն կմաղթեմ մեր նախարարներուն, մեր նախագահին եւ կառավարության։ Վեհապարդեր, բնականաբար համահայկական ուշադրության սևերագետն է ձեր խիզախկայլը Սիսիի պատմական գաթողիկոսարանի բանջը Թուրքիո պետութենեն։ Եվ այժմ արդեն թադը գտնվի մարդկային իրավունքներու եվրոպական թադարան։ Ինչ են վերջին զարգացումները եւ ինչ պիտի ելան հարաճիգա քայլերը։ Այս թադի գծով ես հաջող շեշտած եմ ու պիտի շեշտեմ, թե սա Մեծիդան Անգելիկիո գաթողիկոսության թադը չէ սոսկ, այլ մեր եկեղեցվո թադն է։ Եվ մեր եկեղեցին ժողովրդին եկեղեցին ըլլալով մեր ժողովրդին թադն է։ Մենք այս գիտակցությամբ, այս դեսլագանով եւ այս հանցնառությամբ թադական այս ընթացքին ձեռնարկեցինք։ Եվ նաեւ գուզեմ կարևորությամբ շեշտել, թե սա առաջին իրավական քայլն է մեր ժողովրդի բանջարդիրական պայքարի ծիրեններս։ Բնականաբար մենք պիտի շարունակենք մեր քարոզչական պայքարը, քայլարշավներ, հրադարագություններ, ջարախոսություններ, հանդիպումներ, հարաբերական աշխատանք եւ այլն եւ այլն։ Այս բոլորը անկասկած կարևոր են։
Սակայն 100 տարիներ հետո ես կխորիմ, որ ժամանակը հասած է, որ մենք մուտք գործենք միջազգային օրենքի շրջագծերներս իրավական դաշտ։ Այս է որ կատարեցինք։ Առաջին անգամ ըլլալով մեր թադական թղթածրարը Թուրքիո սահմանադրական թադարանի սեղանին վրա դրվեցավ։ Առաջին անգամ ըլլալով պատմության մեջ, որ մեր թադական թղթածրարը Եվրոպայի մարդկային իրավանց թադարանի սեղանին վրա է այժմ։ Սա մեծ իրաքորձումն է։ Ես կսպասեմ, որ մեր ժողովրդի զավակները Հայաստանեն սկսյալ այս գիտակցությամբ մոդենան այս թադին։ Հետևաբար մենք պիտի շարունակենք նույն այս մոդեցումով այս իրավական գործընթացը։ Սա առաջին քայլն է։ Մեծիդանն Գիլիգիո Թարավոր Գաթողիկոսարանի վերադարձի բանջկը։ Բանջադիրական երկար շղթայիմը առաջին եւ կարևոր օղակն է, որում բնականաբար պիտի հաջորդեն մեր հազարավոր բանկերը, եկեղեցիները, ազգապատկան, եկեղեցապատկան կալվածները։ Մեր բանջադիրությունը իրավական խորք ունի։ Եվ մենք այսօր Մեծիդան Գիլիգիո Գաթողիկոսությունը այս քաջությունը ունեցավ ցեղասպան Թուրքին ըսելու, թե 100 տարիներ հետո մենք կմնանք բանջադեր։ Մեր գալվածները բռնակրաված են նույն ցեղասպանին կողմը, եւ մենք պիտի մնանք բանջադեր։ Հետևաբար կգրկնեմ մեր ժողովրդի զավակները այս նախանցախնդրությամբ պետք է զորագից դառնան հայտադին ընդհանրապես եւ այս բարակային Մեծիդան Գիլիգիո Գաթողիկոսության կողմը առնված այս իրավական առաջին քայլին։ Համահայկական զավալով նշվեցավ ձեր սրբության քաղաքալության 20-ամյակը։ Գիլիգյան Սուրբաթորին ծառայության այս հանգրվանը ինչպես կփնութագրեք։ Այս արիթով իմ խոսքերուս մեջ ես հիշեցուցի մեր ժողովրդի զավակներուն, որ ինձի համար ծառայությունն է հիմնականը։ Հետևաբար անցնող 20 տարիներու իմ ծառայությունս չէ, որ մենք այսօր կդոնակատարենք կամ կարժևորենք, այլ այս աթորին։ Հայրապետը պետք է այնպես ընե, որ ազգին Աստուծո կողմը իրեն դրված աթորը, ծառայական աթորը իր ծառայությամբ բարձրացնե եւ ոչ թե ինք այդ աթորով բարձրանա։ Ավասիկ այս գիտակցությամբ անցնող 20 տարիներուն Մեծիդան Գիլիգիո Գաթողիկոսությունը իր ծառայությամբ մեր ժողովրդի կյանքերս, մեր հավաքական կյանքի բոլոր բնակավարներս դարձավ ներկայություն, ծառայական ներկայություն։ Եվ մենք այս ոգիով, այս նվիրումով ու դեսիլքով պիտի շարունակենք որպես հայրապետական աթոր մեր հավատքի առաքելությունը ու ազգային ծառայությունը մեր ժողովրդի կյանքերս։ Վեհապար դեր 2017 տարին վերանորոգման տարի է, ինչ պիտի ելա ձեր պատկամը։ Այս արիթով մեր ժողովրդին ուղած իմ պատկամիս մեջ կարևորությամբ պիտի շեշտեմ, որ մենք կարիք ունենք վերանորոգման։ Մարդը մեղանչած էր, հեռացած էր Աստուծո։ Աստուծո որդին մարդ եղացավ, մարդը վերանորոգելու։ Ավետարանի բացատրությամբ վերաստեղծելու, վերամարդացնելու։ Եվ այսօր
Ընդհանրապես աշխարհը մարդը որքան գարիք ունի վերանորոգման մեղքի չարիքի դիրաբերության տակ գտնվող մարդը այսօր պետք է Քրիստոսի ներկայությամբ վերանորոգվի նաև հայ մարդը այսօր երբ մտնենք մեր կյանքներս պիտի թե վերանորոգումը հրամայական անհրաժեշտություն է ամենօրյա դակնավ է նույնը գրկնելը միայն անցյալին նայելը անցյալով հբարդանալը անցյալի իրաքործումները միայն տրամակուլխի վերածելը մեզ պիտի դանի թեպի մեր կյանքի լուսանցքը մենք պետք է վերանորոգենք մեր անձը մեր կյանքը հոգևոր ու փարոյական արժեքներով ազգային գիտակցությամբ մեր մշակութային մեր ազգային արժեքներով ավանդություններով ու ցկտումներով եւ միշտ հարաբերաբար ներկա աշխարհի պայմաններուն ու մարտահրավերներուն պետք է դուրս գանք այլևս գաղաբարված կորձունեութենե զմրսված մտածողութենե մեր անձերը մեր կյանքին առանցքը դարձնելու մոդեցումները պետք է բացվինք մեր արժեքներուն ու միաժամանակ մեր շրջապատին հետևաբար ես վերանորոգումը կըմբռնեմ համաբարփակ իմաստով թե քրիստոնեական թե համամարտկային հայեցակետով կշեշտեմ մեր կյանքը այսօր գարիկը ունի վերանորոգման եւ այս վերանորոգման կորձընթացքի մեջ մեր երդասարտությունը կարևոր դեր ունի որովհետեւ հայ երդասարտը այսօր մոդեռն ծանոթ է հաղորդ է ներկա ընկերության պայմաններուն ու մարտահրավերներուն եւ հետեւաբար հայ երդասարտը իր փորձառությամբ իր մասնակցությամբ իր նոր մտածումներով կհավատամ որ գրնա առանցքային թերագադարություն ունենալ մեր կյանքը վերանորոգելու այս հավաքական ջիքին մեջ ես կհավատամ հայ երդասարտության ես կհավատամ հայ երդասարտության գենսունակության հանցնարության ու կսպասեմ որ հայ երդասարտը հերու չմնա մեր կյանքին մեր կյանքի լուսանցքին վրա չաբրի իր կյանքը իր դեղը ու թերը մեր կյանքի մայր էջին վրա է այս է իմ պատկամս հայ երդասարտության վերջին ամիսներուն Միացյալ Նահանգներու մեջ Կանադայի մեջ Արաբական Էմիրությունց մեջ Բարսկաստանի մեջ Արիտներ ունեցա մեր երդասարտներուն տեսնվելու, երկխոսություն ունենալու, թելադրություններ կատարելու իրենց, միշտ լսելով իրենք։ Եվ հիշեցուցի իրենց կարևոր թերը մեր ազգի կյանքներս։ Անդարբերությունը, մեր կյանքեն հերացումը մեր արմատները պիտի թույլցնե։ Մենք պետք է մեր արմատները, մեր ինքնությունը գազմող արժեքները, արմատները զորացնենք։ Ահավասիկ վերանորոգման իմաստը եւ արժեքը եւ անհրաժեշտությունը այս օրերում։ Հետևաբար նոր բացվող դարին այս սպասումով ես պիտի հռչակեմ որպես վերանորոգման դարի թե անհատական, թե ընտանեկան եւ թե հավաքական ազգային կյանքներս վերանորոգենք մեր հոգեվոր, փարոյական ու ազգային արժեքները Մեծիդան Գիլիկիոնորի սուրպոզություն դեր արամարաչին վեապար հայրաբետ կշնորհավորենք ձեր նորդարին եւ սուրբ ծնունդը եւ շնորհակալություն կհայտնենք ձեր այս հայրաբեդական պատկամին համար Այս առիթով ես հալ կուզեմ իմ հայրական սիրով, օրհնությամբ ողջունել մեր ժողովրդի բոլոր զավակները
շնորհավորել մեր ժողովրդին նոր դարին, աղոթելով արփարսյան Աստված, որ իր երկնային շնորհներով ու բարիքներով զարգազարդե մեր ժողովրդին կյանքը Հայաստանի, Ղարաբաղի, Լիբանանի մեջ եւ սփյուռս աշխարհի։ Շնորհակալություն վեհապարտել։